եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տեր։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր Հայաստանում եւ իսկյուրս աշխարհի ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Խոնարհումով եւ աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին վասն հավատո եւ վասն հայրենյաց։ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր ժողովրդի 1.5 միլիոն զավակներ։ Իրագործված եղերնի եւ հայրենազրկումի մեծ ողբերգությունները սակայն չկարողացան սպառել մեր ժողովրդի կենսական ուժերը։ Ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված մեր ժողովուրդը վերապրեց, ապավինելով խաչված եւ հարություն առած փրկչին աշխարհի, վերապրեց հանուն արդարության ամենօրյա պայքարով, իր ինքնությանը կառչած եւ հայոց արդար դատի հաղթանակի հավատով։ Աստվածապարգև մեր հինավուրց հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն իր սրբություններին, հավատարմություն իր պատմությանն ու դարավոր հիշատակներին, զորացրեցին ազգիս աշխարհի տարբեր երկրներում նոր կյանք ընձուղելու։ Իսկ Արարատի փեշերին Արևելյան Հայաստանում անկախ պետականություն վերակերտելու։ Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տեր, սուրբգրային հուսառատ խոսքի հավատով ազգիս զավակները ամենուր դիմակայեցին ժամանակների փորձություններին, կենարար ավիշ առան ազգային հոգևոր իրենց կյանքը վերականգնելու, բարձրարվեստ ու մշակույթ ստեղծելու եւ գիտություն ու կրթություն զարգացնելու։ Հիշատակի այս նվիրական օրը, սիրելիներ, աշխարհում ամեն տեղ մեր ժողովրդի զավակները իրենց քայլերն են ուղղում դեպի եկեղեցիներ եւ մեծ եղեռնի հուշակոթողներ, վերանորոգելու հանձնառության սխազան ուխտը, իբրև պետություն, իբրև եկեղեցի եւ ժողովուրդ շարունակելու մշտական ջանքերը հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Արդարև մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոչրագործությունները չունեն ոչ արդարացում եւ ոչ վաղեմության ժամկետ։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտությունը առաքելություն է մեր ժողովրդին եւ քաղաքակիրթ ողջ մարդկության համար։ Շնորհիվ աշխարհասփյուր մեր ժողովրդի համախումբ ջանքերի եւ միջազգային հանրության աջակցության բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության եւ հայոց ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։ Հայոց ցեղասպանության դատապարտումը
չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այս օրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև, սերունդներին փոխանցել լուսավոր ապագա, ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի։ Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև։ Սիրելի ժողովուրդ հայոց, մերօրյա ծանր ու դժվարին իրավիճակում, երբ նոր ցեղասպանության իրականացմամբ այլևս բռնազավթված և հայաթափված է Արցախը, Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, առավել հրամայական է անսասան պահել հավատարմությունը, հավատք, ազգ ու հայրենիք նվիրական արժեքներին։ Հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը հանուն ազգային վերազարթոնքի։ Տերը չի լքում իրեն փնտրողներին։ Այս անխախտ համոզումով շարունակենք արիաբար դիմակայել մեզ բաժին եկած փորձություններին և համատեղ ուժերով բարեզարդել ազգային և հայրենական մեր կյանքը։ Հակառակ առկա անվտանգային սպառնալիքների և շարունակվող ներազգային պառակտվածության, հակառակ մեր իրականության մեջ տեղ գտնող պատմության ու արժեքային խեղաթյուրումների, քարոզվող այլև այլ կեղծ ընկալումների նախանձախնդիր լինենք հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանմանը և զորանանք հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։ Հիրավի, մեր նախնյաց ժառանգության նկատմամբ հավատարմությունը, համազգային համերաշխությունն ու հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությունը երաշխիքն են մեր ազգի հարաբերության և անկախ պետականության գոյության։ Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված, իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր տեսիլքներն ու երազները։
Այս սաբաթով աղոթք վերարակենք առ Աստված եւ հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոչրագործությունները եւ հարուցյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը, իսկ յուրս աշխարհի եւ հույսով ամուր ու սիրով միասնական իզորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները։ Թող հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, օրհնությունն ու խաղաղությունը լինեն մեզ հետ եւ ամենքի այսօր եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։